Պարոն Սահակյան, տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները ընթացքի մեջ են, սեպտեմբերի 18-ին տեսանք արդյունքները, հոկտեմբերի 2-ին սպասվում են ընտրություններ երկու մեծ քաղաքներում, Գյումրիում և Վանաձորում, և ուզում եմ իմանալ ընդհանուր ինչպես է գնահատում այս գործընթացը, մենք Էջմիածնում ականատես եղանք ընտրություններից մեկ օր առաջ ինչ տեղի ունեցավ, և հիմա ականատես ենք լինում Գյումրիի իրադարձություններին, ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում ստացված իրավիճակը։ Նախ թիմ ընտրությունների հետ կապված պետք է ասեմ, որ այս ընտրությունները մրցակցային են, կա բավականին մեծ հետաքրքրություն, ինչը բնական է և պայմանավորված է 2017 թվականի համապետական ընտրությունների հետ։ Էջմիածնի ընտրությունների հետ կապված նախորդի այդ միջադեպի հետ կապված իրավապահ մարմիններն արդեն իսկ հայտարարություն են տարածել և կան մարդիկ, ձերբակալվածներ, ովքեր մասնակցություն են ունեցել։ Այս խնդիրը գտնում է իրավապահների ուշադրության կենտրոնում և կարծում եմ ավելի մանրամասն ուսումնասիրելուց, գործը քննելուց հետո բոլորս կտեղեկանանք, թե ինչ է տեղի ունեցել և ինչպես է դա իրականացվել և մեղավորներն անպայման կպատժվեն։ Ես Գյումրիի հետ կապված իհարկե և ցավակցելով և հասկանալով այդ վշտի ծանրությունը չի ուզենա, որ Գյումրիի այս դեպքը որևիցե մի առումով քաղաքականացնենք, առավել ևս և գլխավոր դատախազը և մարզային մարզի դատախազը դրա հետ կապված նշել են, որ նախաքննության փուլում է, նախաքննության մարմինները մանրամասն ուսումնասիրում են, կա քրեական գործ հարուցված և սրանից ավել խոսել է այս պահին, ես կարծում եմ ճիշտ չէ։ Պարոն Սահակյան, և ճիշտ է գնահատում կանխավ նախաքննության մարմնում գտնվող գործը արդեն իսկ որակումներ տալ։ Ես արդեն նշեցի, որ այս թեմայով այլևս որևիցե բառ խոսելը ես համարում եմ ճիշտ չէ։ Պարոն Սահակյան, արդեն բաց դարձավ քիչ առաջ, որ Վարդան Գրիգորյանը այնուամենայնիվ իր թեկնածությունը չի հանելու և նրա թիմը շարունակելու այս ընթացքում քարոզարշավը, ինչպես է գնահատում և արդյոք իշխանության համար նկատի ունեմ իշխանության թեկնածուի համար բավականին բարդ իրավիճակ չի լինելու հաշվի առնելով այս իրադարձությունը։ Գյումրիի հետ կապված նախ ես ավելի քիչ տեղեկացված եմ և երկրորդը նորից նշեմ, քանի որ նման միջադեպ կա և ձեր հարցադրումը ուղղված է հենց Վարդան Գրիգորյանին, ում որդու հետ կապված դժբախտ դեպք է տեղի ունեցել, դրա համար ես կհորդորեմ գնահատական չտանք, ճիշտ է թե չէ ինքն է որոշում, եթե որոշել է, որ պետք է մասնակցի, ուրեմն ճիշտ է։ Նկատի ունեմ ավելի բարդ չի լինի։ Ես չեմ կարծում, այստեղ խնդիրը բարդության կամ չբարդության մեջ է, այստեղ խնդիրը ավելի շատ բարոյական հարթության մեջ է։ Պարոն Սահակյան, ինչ իրավիճակ է Վանաձորում, մենք տեսնում ենք այստեղ ընդդիմադիր թեկնածուները բավականին թեժ ընտրապայքարում են, ինչպես է գնահատում այս ընտրապայքարը։ Վանաձորի ընտրապայքարը մի փոքր խայտաբղետ է, թեկնածուները և տարբեր թեկնածուների թիմեր կարծես թե ոչինչի առաջ չեն կանգնում, ընդունելի և ոչ ընդունելի բոլոր միջոցները և մեթոդները փորձում են կիրառել։ Սեպտեմբերի 21-ին մեր պետության, մեր երկրի Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին ես լոռիում էի, որպեսզի շնորհավորական խոսք ուղղեի Հայաստանի Հանրապետության նախագահի անունից և նախագահի շնորհած պարգևները հանձնենք նաև միջոցառմանն էի մասնակցում, այս տոնակատարմանն էի մասնակցում և կարող եմ ասել մի փոքր դիտարկում արեցի մեր թեկնածուի հետ կապված և բավականին ակտիվ և քարոզարշավ էր գնում և ընտրական այս գործընթացները բավականին ակտիվ էր։ Ընտրությունը կատարում է ժողովուրդը, մենք պետք է զինվենք համբերության մինչև հոկտեմբերի 2-ը և տեսնենք, թե վանաձորցիները ինչպիսի ընտրություն կկատարեն։ Սա բացառապես վերաբերում է վանաձորցիներին, վանաձորցիներն են իրենց պատկերացումներին հարիր և իրենց պատկերացումներով ընտրելու Վանաձորի քաղաքապետ։ Պարոն Սահակյան, ինչպես է գնահատում Նիկոլ Փաշինյանը նոր նորոգում այս չասեմ հակամարտությունը, բայց նրանց դեմ պայքարը։ Իսկ քաղաքականությունը նաև պայքար է։ Եթե ես գնահատելու առումով պետք է ասեմ, որ կողմնակից եմ քաղաքակիրթ պայքարի։ Ես իմ խոսքի սկզբում նշեցի և հաշվի առնելով, որ նախընտրական ժամանակաշրջան է, որևիցե մեկին չմեղադրելով կամ իր դիվիդենդները չավելացնելու համար անուն չտվեցի, բայց այնտեղ տեսնում եմ ընդունված և չընդունված կանոններով պայքար։
Իսկ Նիկոլ Փաշինյանը այլ քաղաքական թիմ է ղեկավարում, Էդմոն Մարուքյանը լրիվ այլ քաղաքական թիմ է եւ կարծում եմ այդ պայքարը նաեւ քաղաքական թիմերի համար նաեւ կարեւոր է հետագայի համար։ Ես նշեցի, որ մրցակցային է հաշվի առնելով 17 թվականի համապետական ընտրությունները, բայց որ եթե նախապես որևէ պայմանավորվածություն չունեին, որ չպետք է պայքարեն, պետք է մեկը մեկին սատարեն եւ խախտվել է, դա համարում եմ ոչ ճիշտ, զուտ մարդկային առումով, քաղաքական նաև այսպես պայմանավորվածությունների առումով։ Եթե չկա որևէ պայմանավորվածություն, ես կարծում եմ դա յուրաքանչյուրի խնդիրն է, թե իր թիմի ռազմավարությունը ինչպես է կառուցում եւ ինչպես է տանում առաջ։ Պարոն Սահակյան, դուք նշեցիք սեպտեմբերի 21-ին Վանաձորում լինելու եւ նաեւ ձեր տեխնացուի այսպես քարոզարշավին մասնակցելու հաստ այնուամենայնիվ Վանաձորը եւ Գյումրին այս առումով միշտ տարբերվել են մյուս քաղաքներից։ Մտահոգություն չունեք ձեր տեխնացուի մասին։ Ես չնշեցի, որ տեխնացուի քարոզարշավին եմ մասնակցել։ Ես նշեցի, որ մասնակցել եմ միջոցառման, որը նվիրված էր մեր պետության, մեր անկախության 25-րդ տարեդարձին։ Եվ որոշակի առումով տեղում ուսումնասիրել եմ, տեղեկացել եմ, հարցուփորձ եմ արել եւ կարծես թե բավականին ակտիվ քարոզարշավ են տանում։ Հիմա մտավախություն որպես այդպեսին իհարկե չունենք եւ կարծում եմ եթե մինչեւ հոկտեմբերի 2-ը կամ թույլատրելի ժամանակահատվածը քարոզարշավի համար նախատեսված նման տեմպերով շարունակեն, կարծում եմ ամեն ինչ նորմալ կլինի։ Պարոն Սահակյան, եւ ինչ ունենք կանոնակարգ օրենքի հետ կապված վերջնարդյունքի երբ։ Վերջնարդյունքը արդեն իսկ տեսանելի է մեզ համար, մենք խմբակցություններն ենք ուղարկել նախագծի նախնական տարբերակը, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն արդեն 2-3 անգամ մենք հանդիպել ենք, քննարկել ենք սահմանադրականության հետ կապված հարցերը, որպեսզի խնդիրներ չառաջանան։ Ես կարծում եմ առաջիկայում արդեն մենք սկսենք քննարկումների շարքը մեր խմբակցությունների հետ, շահագրգիռ կողմերի հետ, որից հետո առաջին ընթերցման արդեն իսկ նախագիծ որպես կդնենք շրջանառության մեջ եւ ընթացակարգով առաջին ընթերցման կարծում եմ շատ ավելի բովանդական եւ առարկայական կլինի։ Կանդրական օրենսգրքի հետ կապված արդյոք այն դրա մշակվել եւ վերվել է արդեն։ Այս պայդրության որևէ տեղեկատվություն չունեմ։